Բարի օր սիրելիներս, եթերում է երիտասարդ գյուղատնտես հաղորդաշար։ Մի քանի գործ եմ անել, ասեցի նա ձեզ հետ կիսվեմ, նոր անցնեմ առաջ։ Ուրեմն այսօր գնացել էի սերմինի խանութ, ամպերը գորգորում եմ, երբ այսօր ոչինչ չեմ ցանկի, մտածել եմ դա մինչև առավոտ եւ ունեի տնկած կանաչի, որը արդեն, ինչպես ասում են ժողովրդականները, տախանում է եւ պետք է նոր տնկել։ Վերցել եմ այս անգամ սոխ եւ համը միայն, որովհետեւ այնտեղ ունեմ մաղադանոս եւ սամիտ, որոնք էլի կաճ են։ Եվ բացի այդ, ես գնացել էի ուղղակի շուկա գնելու ընդամենը 1 կապ ռեհան, որը այսպես շատ տխուրեցնի ռեհանը, սա խանութից եմ գնել, մտածեցի, որ չի կպի, արմատներով ինչպես նկատում եք, պիտի դնեմ հողի մեջ, որը ամբողջ տարի մեծ ռեհան գտամ։ Գնացի շուկա, այնտեղ հանդիպեցի, հանդիպեցի մի շատ ճարպիկ տատիկի, ով ինձ վրա շատ մեծ հաջողությամբ, իդեպ բավականին թանկ գնով, քանի որ ռեհանի 1 կապ արժե 100 դրամ, իսկ այսպեսի մի կապ առել եմ 300 դրամով, եւ բացի այս ռեհանից մեկ մապրի տեղավոր եմ երևի, ինձ բացարձակ պետք չէր ծիտրոն, բայց ասեց վերջինն է մնացել, ասել ա տատի ջան, տուր, եւ հիշեցի, որ ուզում էի նաեւ կծու պղպեղ, մի քանի հետո հնարավոր չէ վերցնեմ այսպիսի կապով, չգիտեմ որտեղ եմ տեղավորելու, եթե չտեղավորեմ ինչ-որ մեկին կնվիրեմ, եւ թե ինչի սեր պետք, մի կապ այսպիսի քաղցր պղպեղ եմ վերցել, խոսքով նշանակում է գնացել էի մի կապ կանաչի առնելու։ Այսպես հենց կանդրադառնանք երևի արդեն վաղը եւ բացի այդ վերցրել եմ նոր ծաղկաման, սիրում եմ այս տեսակը ծաղկամանների կաշկոյով առանձին եւ պիտի տեղափոխեմ իմ փողի ծառի շմիկ, իսան լավ խուզել էի ու ինձ թվում է իր տեղը լավ չի։ Ես իրան վերատնկել եմ մոտ 1 թե 2 տարի առաջ ու ինչքան հիշում եմ, տակը նորմալ դրենաժ չկա ու այսպես դա իհարկե չի երևա, ուզում եմ տեղափոխել, հողը փոխել, նոր հող տալ, որպեսզի ինքը ավելի լավ աճի, այստեղ հենց այստեղ գնել ենք այդ ծաղիկը, Լևոնն ինձ համար գնել, այսպես ֆինիկ է աճել, այս ֆինիկն էլ կհանեմ, մի ուրիշ փուճուր ամանի մեջ կդնեմ եւ այսօրվա պլանը դնում նաեւ այսպիսի ծաղիկ, որ անդադ մոռանում եմ ցանել, չգիտեմ կհասցնի դուրս գալ թե չէ, այն օտերա շատ գեղեցիկ ծաղիկ է, հասցնի դուրս գալ տնկեմ։ Երևի թե այսօր այսքանը, գիտեք ինձ համար սովորություն է եւ իհարկե մեծ հաճույք է ձեզ հետ կիսվել։ Դեպ ռեհանը կարող եք նաեւ բնակարանների մաճեցնել շատ հանգիստ, շատ բաներ կարող եք բնակարանների մաճեցնել, եթե իհարկե սիրում եք ու հավես ունեք։ Իսկ հիմա անցնեմ արդեն գործի։ Ճստիկ պստիկի արմատային համակարգը, ինչ արմատը հասցրել զարգացնել, հայ ճիշտ է հիշում, որ նորմալ դրենաժ չկա տակը, պետք դրա համար էլ ծաղիկն իրեն լավ չէր զգում։ Ինչպես ասեցի, արմատները կարծես թե Սկալյանել կտեղավորենք, դրենաժ նորմալ չկար տակը, դրա համար ես խեղճացել էր, կոնավությունը մեջն էր մնում ու իրեն լավ չէր զգում։